Խաղաքարտերը բացվում են։ Լավրովի պլանը Իրանի դեմ սանձազերծվելիք խոշոր ծրագրի մաս էր, որ առաջ էր մղում Նաթանյահուն։ Այս մասին շատ եմ գրել։ Մեր տկարամիտ քաղ էլիտան խաբվեց, կորցրեցինք Արցախը։ Ալիևը շուլերի պես խաբեց, այժմ փորձում է պլստալ Արցախը թևի տակ դրած։ Հիմա վերջապես եկեք տեսնենք անցած 30 տարում քանի հեղաշրջում եւ իշխանության ուզուրպացիայի դեպք է եղել Հայաստանում։ Նիկոլը կամ հերթով ԼՏՊ-ից սկսած բոլորին ենթարկում է պատասխանատվության, որպես լրտեսների, կամ կանգնելու է նրանց հետ մեկ շարքում, այլ տարբերակ չկա։ Մեծ հաշվով բոլորը միասին սարքեցին Նիկոլի գլխին։ Հիանալի առիթ է ինքնամաքրվելու։ Զանգեզուրի միջանցքի թեման փակվեց։ Եթե Թրամփը հայտարարում է Իրանի եւ Իսրայելի միջև 12-օրյա պատերազմի ավարտի եւ ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցությունների մասին, ուրեմն ունենք տարածաշրջանային բոլորովին այլ իրավիճակ։ Իրանը դառնում է ԱՄՆ-ի գործընկեր, ինչու չէ նաեւ դաշնակից։ Ռուս-թուրքա-հայկական էժան խաղիկները ռեգիոնալ մեծ խաղից դուրս են մնում։ Մեծ հաշվով այդ խաղիկները միշտ էլ մեծ խաղից դուրս են եղել, դրանք լեգիտիմ հնչեղություն են ունեցել հատկապես հայկական կողմի ջանքերով։ Էլ չասենք Ալիևի հորինած ինչ-որ արևմտյան Ադրբեջանի ինֆորմացիոն բլեֆը, որը կրկին հայկական կողմի շնորհիվ վերածվեց հայ հանրության վրա հոգեբանական ճնշում գործածելու անվճար զենքի։ Այս պարագայում հայ-թուրքական սահմանի փակ մնալը դառնում է բոլորովին անիմաստ, հատկապես ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից։ Էրդողանն այս հարցում հանուն Ալիևի եւ Պուտինի կարող է դեմ գնալ ԱՄՆ-ի շահերին։ Իհարկե ոչ։ Հեցի դիմաց Հայաստանում նոր բարգավաճ պրոյեկտ ստեղծելու ֆիլմ է բեմադրվում, որը նույնպես ռեգիոնալ մեծ խաղի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Նպատակը մեկն է՝ թույլ չտալ, որպեսզի Հայաստանում գեթ մեկ առողջ քաղաքական միտք ու պահանջ ձևավորվի։ Իվանիշվիլիի ֆիլմը Վրաստանում բեմադրվել է մոտ 15 տարի առաջ, այժմ 2025 թվականն է, հարգելի իդիոտներ, մի փորձեք Հայաստանը խոթել ավելի հին անցյալում։ Նոր տարածաշրջանում էթնիկ զտման վտանգի տակ չի լինելու ոչ մի ազգ, այդ թվում հայերը։ Այսինքն Արցախի հայաթափումը անօրինական է։ Հայերը պետք է վերադառնան իրենց հազարամյա բնօրրան։ Դա Ալիևի կամքից կախված չէ։ Ընդամենը հայերը պետք է անցյալում չմնան, ներկան ու ապագան մեզ ավելի ձեռնտու են։ Facebook-յան իր էջում գրում է վերլուծաբան Արա Արայանը։ Կասկածից վեր է, որ Իսրայելա-Իրանյան պատերազմի դադարից հետո իրավիճակը բոլորովին չի վերադառնալու ելման կետ, թե ռազմատեխնիկական, թե քաղաքական իմաստով։ Պատերազմը դադարել է եւ պետք է հուսալ, որ այդ դադարը կլինի հաստատուն եւ երկար։ Իհարկե սա ամենևին չի նշանակելու Իրանա-իսրայելյան հակամարտության լուծում, սա նույնիսկ Իրանի միջուկային ծրագրի հարցի լուծում չէ, հակամարտությունն ու մնացյալ խնդիրները մնալու են, պարզապես փոխվում է դրանց հանդեպ դիրքավորումների միջավայրը։ Ինչպես է այն փոխվում, առայժմ ասել հնարավոր չէ, քանի որ այդ ամենն առավել տեսանելի կդառնա ժամանակի ընթացքում, առանցքային դերակատարների վարքագծի համատեքստում։ Կա այստեղ շատ հատկանշական մի հանգամանք։ Պատերազմը կանգնում է Հաագայում մեկնարկող ՆԱՏՕ գագաթնաժողովի շեմին։ Անկասկած է, որ գագաթնաժողովի ընթացքում շարունակվելու պարագայում Իսրայելա-Իրանյան պատերազմը անշուշտ լինելու էր գագաթնաժողովին առանցքային թեման։ Ասել միարժեք, որ հիմա ուշադրության կենտրոնում դարձյալ հայտնվելու է Ուկրաինան, թերևս հնարավոր չէ, բայց կստեղծվի ըստ ամենայնի երկակի վիճակ։ Ինքը Ուկրաինան ձգտելու է լինել ուշադրության կենտրոնում։ Ընդ որում այդ հարցը լուծելու համար նույնիսկ կարող են արվել որոշակի էպատաժային քայլեր։ Չնայած Իրանի դեմ պատերազմի դադարին ինֆորմացիոն ֆոնը անշուշտ շարունակում է պահպանվել, հետևաբար այստեղ Կիևի համար կա խնդիր։ Ինչն է այս հարցում առանցքայինը։ Ուկրաինայի թեմայի առաջնայինության գլխավոր շահառուն կլինեն Եվրամիության երկրներն ու Բրիտանիան։ Նրանք կփորձեն այդ թեման առաջ մղել Թրամփի հետ իրենց դիմակայության շրջանակում, որ ծավալվում է այդ թվում եվրոպական անվտանգության, ճարտարապետության հեռանկարների, դրանցում ՆԱՏՕ-ի դերի առումով։ Հարկ է նկատել մի էական հանգամանք ևս։ Հասնելով կրակի դադարեցման Իրանի եւ Իսրայելի պատերազմում, Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է ժամանում ավելի ինքնավստահ։
Դրան են թերևս միտված նրա հայտարարությունները, որ իր գործողություններով հասել է պատերազմի դադարեցման։ Թրամփը փորձում է ներկայանալ հաղթող, այդ կարգավիճակով ներկայանալ Հաագա։ Եվրոպացիները այստեղ կարող են նրան հակադրել մի բան՝ Ուկրաինա։ Թեև Թրամփը ունի գուցե նաև մտավախություն, որ հնարավոր է որևէ անակնկալ Իրանա-իսրայելյան ուղղությամբ, դրանով էր թերևս պայմանավորված հրադադարի խախտման մասին տեղեկությունների ֆոնին նրա հատուկ կոչը Իսրայելին չթիրախավորել Իրանը։ Թրամփը հայտարարել էր, թե դժգոհ էր Իրանից և Իսրայելից այդ տեղեկությունների ֆոնին, բայց առավել դժգոհ է Իսրայելից։ ԱՄՆ նախագահի մտավախությունը ըստ երևույթին այն է, որ Հաագայում ՆԱՏՕ գագաթնաժողովի իր ճակատամարտում չստանա հարված թիկունքից։ Տվյալ պարագայում, սակայն, Թրամփը ունի երկու թիկունք այդ իմաստով՝ Մերձավոր Արևելք և Ուկրաինա։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անցած գիշեր ռազմական կաբինետին նիստ է հրավիրել և ասել, որ ընդունում է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկությունը։ Նրա գրասենյակի տարածած հայտարարությունն ավելի քան պերճախոս է։ Իսրայելը երախտապարտ է նախագահ Թրամփին և Միացյալ Նահանգներին պաշտպանությանը նրանց աջակցության համար։ Իսրայել պետությունը հասել է պատմական գրանդիոզ հաջողությունների և կանգնել համաշխարհային գերտերությունների հետ նույն շարքում։ Մեր տուն Իսրայել կուսակցության առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի գնահատմամբ, բանակի և Մոսադի ցնցող հաջողությունների ֆոնին պատերազմի եզրափակիչ փուլը հատկապես դառն է։ Լիբերմանը համարում է, որ անվերապահ կապիտուլյացիայի պահանջի փոխարեն աշխարհը մտնում է ծանր և հոգնեցուցիչ բանակցությունների մեջ, երբ այաթոլլաների ռեժիմը մտադրություն չունի հրաժարվելու ոչ իրանական հողում ուրանի հարստացման, ոչ բալիստիկ հրթիռների արտադրությունից և սպառազինվածությունից, ոչ էլ աշխարհում ահաբեկչության հետագա ֆինանսավորումից։ Ընդդիմադիր քաղաքական գործիչը վերստին պնդել է, որ չի կարելի վիրավոր առյուծին կենդանի թողնել, առանց հստակ և պարզորոշ համաձայնության գնալ հրադադարի նշանակում է 2-3 տարի հետո գնալ նոր պատերազմի, բայց արդեն ավելի վատ պայմաններում։ Իսրայելական Յենեթն արձանագրում է կառավարության թույլ տված ամենասկզբունքային սխալը։ Հաշվարկը, որ հուժկու հարվածները, բարձրաստիճան զինվորականների և միջուկային ծրագրի մասնագետների սպանությունները կցնցեն Իրանի հանրությունը և նա կրոնապետության դեմ կամք ստամբի, բացարձակապես անհիմն են։ Պարբերականն արձանագրում է, որ նույնիսկ արտասահմանում գործող իրանցի այլախոհները, որ տասնամյակներով պայքարել են հանուն ժողովրդավարության, համախմբվել և միասնաբար դատապարտել են Իսրայելի հարձակումները։ Միակ գործիչը, որ աջակցություն է հայտնել վերջին միապետի որդի Ռեզա Փահլևին էր, ում սակայն իրանցիները ոչ պակաս են ատում, քան Խամենեիին և նրա կոռումպացված շրջապատին։ Հանրային քաղաքական ինչ տրամադրություններ են Իսրայելում, տեղեկություններ չկան, մամուլը ենթարկվում է կոշտ գրաքննության։ Պետք է սպասել, որ բանավեճը կբացահայտվի հրադադարն ուժի մեջ մտնելուց հետո, երբ ԱՄՆ-ն կփորձի Իրանի հետ ընդհատված բանակցությունները վերսկսել։ Իսրայելի կառավարությունը սպառնացել է հրադադարի խախտման ցանկացած փորձի պատասխանել խորտակիչ հարվածներով, բայց ավելին, քան ամերիկյան ռմբակոծություններն էին, հազիվ թե պատկերացնելի է։ Իրավիճակի գնահատման համար կարծես նշանակալի է, որ հրադադարի մասին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է Իրանի արտգործնախարար Արաղչիի Մոսկվա այցից մի քանի ժամ հետո։ Reuters-ն այդ առիթով գրել է, որ Արաղչին Վլադիմիր Պուտինին է փոխանցել Իրանի հոգևոր առաջնորդի կշտամբալի ուղերձը, ինչին ի պատասխան Ռուսաստանի նախագահը խոստացել է քաղաքական աջակցություն և ռազմական չեզոքություն։ Իսրայելի ֆինանսների նախարար Սմոտրիչը համարում է, որ հունիսի 24-ի առավոտը դառնահամ է, բայց շեշտադրում, որ հրադադարը հնարավորություն է, որպեսզի հրեական պետությունն ամբողջ ուժերը կենտրոնացնի Գազայում, որպեսզի ոչնչացնի Համասի ռեժիմը, վերադարձնի պատանդներին և Աստծո կամոք ապահովի Իսրայելի ժողովրդի անվտանգությունը։ Այս գնահատականին զուգահեռ իսրայելական լրատվամիջոցը ոչ առանց ենթատեքստի գրում է, որ հրադադարն ուժի մեջ մտնելուց 2 ժամ առաջ Իրանը համակցված հրթիռային հարված է հասցրել, որի հետևանքով Բեյեր Շեևում 5 իսրայելցի է զոհվել։ Հրադադարն անշուշտ հաղթանակ է գնահատելու նաև Իրանը։ Իսլամական հեղափոխությունից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ի զինված ուժերն ուղղակի հարձակման են ենթարկել այաթոլլաների ռեժիմը և քաղաքական շոշափելի արդյունքի չեն հասել։ Ավելին, իրավիճակը կարող է ավելի ամրապնդել կրոնապետության դիրքերը։
Կողմերից որին կհաջողվի ավելի արդյունավետ կապիտալիզացնել պարտությունը, սպառնալիք հաղթահարած Իրանում ներքին հուզումներ կսկսվեն, Նեթանյահուն կհաղթահարի ներքին փորձությունը։